Ողջույն, բարի գալուստի Մալիք, ես Անահիտն եմ։ Ես բացակայել եմ YouTube-ից 1 ամիս, քանի որ ինձ որոշել է արձակուրդ տալ, թոփաթ արձակուրդ, երեխեքը հիվանդ էին, եւ այդ 1 ամսվա ընթացքում Հոլիվուդում, փոփ աշխարհում տեղի ունենում լիքը նորություններ, որոնք պարզապես անտեսելը հնարավոր չէ։ Չնայած վերջին 1 ամսում տեղի չեն ունեցել նորությունները, կան իրադարձություններ, որոնք ձգվում եմ արդեն մոտ 2-3 ամիս, ինձ թվում է արժե այդ մասին խոսել։ Ես ձեզ առաջարկում եմ հարմար տեղավորվել ու պատրաստվեք լիքը բան ասում ենք այսօր, լիքը։ Կինոմրցանակաբաշխությունների սեզոնը ավարտվել է, բոլորը ստացել են իրենց նոմինացիաները, որտեղ նոմինացիաները համարվում մրցանակ, ոմանք ստացել են հենց մրցանակները, ոմանք արժանի, ոմանք ովքեր արժանի չեն ստացել, ամեն դեպքում թողում ենք մի կողմ եւ խոսում ենք կինոից։ Ինչ կինո? Սպիտակաձյունիկից։ Դիսնեյը մեզ է ներկայացրել վերջապես 3 տարի անց Ձյունանուշը։ Մինչ Ձյունանուշի սկսվել է, այս ֆիլմը լավ ռմբակոծեցին, իսկ հիմա քննադատում են լրիվ այլ բանի համար։ Վերջին տարիներին Դիսնեյ ընկերությունը հայտնվում է մի քանի սկանդալների հենց էպիկենտրոնում։ Սկզբում Ariel մուլտֆիլմի կինոէկրանավորման շուրջ էին հյուսվել սկանդալներ, գլխավոր դերասանուհու մաշկի գույնի պատճառով, իսկ հիմա էլ Ձյունանուշ ֆիլմի անհաջողությունն է պատճառը նոր սկանդալի, որը տևում է մոտ 2 տարի։ Դիսնեյի Ձյունանուշ Snow White ֆիլմի կենդանի գործողություններով վերարտադրությունը մեծ կորուստներ է կրել։ Ֆիլմի արտադրության արժեքը կազմել է $270 միլիոն, իսկ ընդհանուր ծախսերը $410 միլիոն, սակայն ֆիլմը համաշխարհային տոմսարկղում հավաքել է ընդամենը $225 միլիոն, ինչը հանգեցրել է մոտ $115 միլիոն կորստի։ Ֆիլմի գլխավոր դերակատար Ռեյչել Զեգլերի քաղաքական հայտարարությունները, մասնավորապես Ազատություն Պաղեստինին գրառումը, առաջացրել են քննադատություններ եւ հնարավոր է, որ ազդել են ֆիլմի բացասական ընդունելության վրա։ Շատերի կարծիքով Ռեյչելն անձամբ է ստեղծել հեյթի փոսը եւ հենց ինքն իրեն նետել այդ փոսի մեջ, քանի որ նա ֆիլմի հանդեպ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել։ Զեգլերը մի քանի անգամ խոսել է այն մասին, որ 1937 թվականի դասական անիմացիոն Ձյունանուշ ֆիլմը հնացած է եւ սեքսիստական։ Նա նշել է, որ նոր տարբերակը վերաձևավորում է պատմությունը եւ այժմ ֆիլմում գլխավոր հերոսուհին գահը գրավելու ձգտում ունի, այլ ոչ թե սիրո մասին է երազում։ Այս մեկնաբանությունները շատ Դիսնեյ երկրպագուների կողմից ընդունվել են որպես դասական հեքիաթի դեմ հարձակում։ Նրա բացասական վերաբերմունքը արքայազնի կերպարի հանդեպ նաև զայրացրել է շատերին։ Նա ակնարկել է, որ արքայազնի կերպարը հնացած է եւ ոչ ոք չպետք է ամուսնանա մի տղամարդու հետ, ում նոր է հանդիպել։ Նրա խոսքերը հակասական արձագանքներ են առաջացրել, քանի որ ավանդական հեքիաթի սիրահարները դժգոհել են, որ Դիսնեյը փոխում է իրենց մանկության պատմությունը։ Իսկ Ռեյչելն իր հերթին արքայազնին անվանել է «Ստալկեր»։ Ջոն Լենոնի որդին Շոն Օնոլենոնը Զեգլերին անվանել է ամոթալի եւ երախտամոռ, ասելով, որ նա անտեսում է իր կարիերան հնարավոր դարձնող կինոդիտողների կարծիքը։ Ֆիլմի ձախողումը տոմսարկղերում կապում են Ռեյչել Զեգլերի հետ, քանի որ նրան են մեղադրում, այլ ոչ թե Դիսնեյին, բայց հնարավոր է, որ Դիսնեյը մատնել է խառը չստացված պատմության մեջ։ Ճիշտ է, Դիսնեյը իր կաթիլ մեղրը ունի էլի, այս ամբողջ պատմության մեջ նա նույնպես մեղավոր է եղել, փորձում են մարդկանցից քամեն գումար, այն մեր սիրած մուլտֆիլմերի հաշվին, մեր մանկության հաշվին, մի փոքր այն աղավաղելով եւ սարքելով ավելի նորաձև։ Պետք է մեզ նորաձև մուլտֆիլմեր կամ ֆիլմեր, մյուզիկլներ, ինձ թվում է չէ, Netflix-ի դարաշրջանում էս հերիք նորություններ մենք ունենք, ուղղակի հանգիստ թողեք մեր մանկական մուլտֆիլմերը։ Ունեք իմ ամենասիրելի մուլտֆիլմը Disney-ի, դա հենց Ձյունանուշն է, ես այն չափից շատ եմ սիրում, ու ինձ համար անհասկանալի էր դերասանուհու մաշկի գույնը, թե ինչի հենց այդ գույնով, լավ ասենք լավ մի կողմ, բայց գոնե մի փոքր ավելի գեղեցիկ լիներ։ Գարի Գատոտ, նայում եք այդ կնոջին, իսկապես շատ գեղեցիկ կին է, զուր չի որ նա եղել է Միս Իսրայել, Միս Աշխարհ, գեղեցկուհի է։ Նա կանգնում է Հայլու առաջ եւ ասում է, ով է ինձ սիրուն, Հայլին ասում է, որ Ռեյչել Զեգլերը մի հատ տարբերություն է ես երկու կանանց։ Գոնե մի փոքր գեղեցկությունը միանշանակ չէ, յուրաքանչյուր մարդ իր աչքով գեղեցիկը տեսնում է տարբեր, բայց այս բaragայում ու հատկապես Ռեյչել Զեգլերի այս ծնոտի այդ խաղերը And then Rachel, right in the center, please, right in the middle. Here we go. And one moment, Rachel. Rachel, see the front.
խոսքով, ինձ թվում է ընտրությունը հենց սխալ էր։ Դիսնեյն նկատեց, որ քննադատում են ֆիլմը դեռ չսկսված նկարահանման ընթացքում տեսան, որ քննադատում են մարդիկ թե Ռեյչել Զեգլերին եւ թե նրա խոսքը փոխեիք դերասանուհուն, փոխեք ինքան լիքը լավ դերասանուհիներ կան, որ իսկապես կարող են համապատասխանել այս դերին։ Ինչի հենց նա։ Եթե դու կարողացաք փոխել գնոմիկներին, թզուկներին եւ նրանց ստեղծել անիմացիա, փոխեք նաեւ դերասանուհուն։ Այդքան արդեն մինուս եք տվել, գոնե փոքր կփորձեք ավելի նորմալ երևալ։ Փորձեք այս իրավիճակից ավելի գեղեցիկ դուրս գալ, գոնե։ Հաջորդ նորությունը կապված է Քիմ Քարդաշյանի հետ։ Չենենց չի, որ Քիմը վատ բան արել, պրովոկացիա ենթարկել մարդկանց, ոնց որ իր ամանորյա տեսահոլովակում բեբիսան, իմաստուն մարդիկ չհասկացան, տենց այդ աղջիկը տենց իրան գցել նվաստացնում, ընկելակարչումը փրփուրներից, որպես իր մասին ոչ մեկ չմոռանա, բայց այս անգամ ինքը հեչ մեղք չունի, ամեն ինչի մեղավորը Քանյեն է։ Շտապ է տողուն հիվանդանոց, շտապ, Բիանկա, դու չես կարում քեզ փրկես, գոնե մի բան արա, փրկենք մենք չէ, բայց մեկը փրկի Քանյեին, չի կարա շարունակվի։ Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը վերջին շրջանում բախվել են տարաձայնությունների իրենց ավագ դստեր Նորթ Ուեսթի հետ կապված հարցերում։ Հիմնական պատճառը Նորթի մասնակցությունն է հոր Քանյեի երաժշտական նախագծում։ Քանյեն ցանկացել է Նորթին ընդգրկել իր նոր երգում Lonely Road Still to Go Sunshine, որը համագործակցություն է Շոն Դիդի Կոմսի հետ։ Քիմը դեմ է եղել այս գաղափարին հաշվի առնելով Դիդիի դեմ ներկայացված սեռական շահագործման մեղադրանքները։ Չնայած Քիմի առարկություններին, Քանյեն հրապարակել է երգը առաջացնելով լարվածություն նրանց մեջ։ Քանյեն իր հերթին հրապարակայնորեն դժգոհել է, որ Քիմը եւ նրա ընտանիքը սահմանափակում են իր ծնողական իրավունքները։ Նա նշել է, որ չի ունեցել հավասար մասնակցություն երեխաների կյանքի որոշումների մեջ, չնայած համատեղ խնամակալությանը։ Վերջին շրջանում Քանյեն հանդես է եկել մի շարք վիճահարույց հայտարարություններով, այդ թվում ափսոսանք է հայտնել Քիմի հետ երեխաներ ունենալու վերաբերյալ եւ քննադատել է Քիմի ընտանիքին։ Իդեպ առաջին անգամ չի, որ նա քննադատում է Քիմի ընտանիքին։ Այս հայտարարությունները խորացրել են Քիմի եւ Քանյեի մեջ եղած հարաբերությունների լարվածությունը։ Այս իրադարձությունների հետևանքով Քիմ Քարդաշյանը մտածում է դատարանին դիմել Քանյե Ուեսթին համատեղ իրավական խնամակալությունից զրկելու համար, նպատակ ունենալով պաշտպանել իր երեխաների բարօրությունը։ Լավ, ես չեմ, դուք եք սենց պատկերացրեք։ Ձեր ամուսինը որոշում է ձեր երեխային ձայնագրի մի երգի մեջ, որը նվիրված է մանկապղծությունով զբաղված մարդու հետ։ Մարդը, ով բռնաբարել է 15, 14, 12 տարեկան երեխաներին, աղջիկ թե տղա, եւ ձեր երեխան իր հետ պետքա իրան նվիրված զուգերգ պետքա ունենա։ Ով կթողի, լավ, ով լինի ու դրան նայի նորմալ։ Երևի թե աննորմալ է։ Երևի թե մարդը, որ թքած ունի ու ոչ մի բարոյական արժեքներ չունի։ Մենք հուսով ենք, որ Քիմի մոտ կստացվի պահպանել իր երեխաներին Քանյեից, որտեղ շատ ավիրում է երեխեքի մանկությունն ու իր հայտարարությունների մասին չեմ խոսում, առանձին թեմա է, որին մենք անդրադառնանք անպայման, բայց հուսով ենք, որ Քիմը մի բան կանի։ Դերասաններ Բլեք Լայվլին եւ Ջաստին Բալդոնին ներկայումս ներգրաված են իրական վեճում, որը սկսվել է 2024 թվականի դեկտեմբերին։ Լայվլին մեղադրել է Բալդոնին սեռական ոտնձգությունների մեջ It Ain't With Us ֆիլմի նկարահանման ժամանակ։ Ի պատասխան Բալդոնին հերքել է մեղադրանքները եւ ներկայացրել $400 միլիոն զրպարտության հայց Լայվլիի եւ նրա ամուսնու Ռայան Ռեյնոլդսի դեմ։ Շատ մեծ ցավ եմ ապրում Ջաստին Բալդոնի համար։ Բլեք Լայվլին ես ընդունում եմ որպես Ռայան Ռեյնոլդսի կին ու գեղեցիկ աղջիկ, ով որ հայտնի է։ Ես չեմ նայել Gossip Girl-ը, ինձ դուր չի եկել ոչ առաջին սերն, ոչ երկրորդը, երրորդից ասեցի անիմաստ ժամանակը չեմ տանի, երևի թե դիտել եմ շատ ուշ ու չէր համապատասխանում իմ այդ ժամանակահատվածին։ Ամեն դեպքում ես Black Lively-ի հետ շատ նեյտրալ էի, բայց այս պատմությունից հետո ինքն իմ աչքից ընկել է, Ryan Reynolds-ի մասին ընդհանրապես չեմ խոսում, թե ոնց են երկու հայտնի մարդիկ ավիրել Ջաստին Բալդոնի կարիերան եւ փորձել նրա կյանքի գլխավոր աշխատանքներից մեկը վերցնել իրենց։ Բառից բուն իմաստով ես պատրաստում եմ այս թեմայի մասին առանձին հոլովակ նկարել ու դուք կհասկանաք, թե ինչ վատ մարդ է Black Lively-ն եւ իր ամուսինը նույնպես, ինչ կապ ունի Taylor Swift այս պատմության հետ, ով արդեն ձեռ է քաշել, ձեռքը լվացել, քաշվել ամիկոն Black Lively, adios amigo։ Ոնց կարելի է ռեժիսորին իր ընտանիքի, իր ընկերների հետ նստացնել նկուղում, տալ պլաստիկի աթոռներ, սեղան ու սպասք ֆիլմի, իր իսկ ֆիլմի պրեմիերայի ժամանակ։
Երբ որ Black Lives-ն իր ամուսինը եւ նրա ընկերները այդ պրեմիերան դիմավորում են շքեղ կինոթատրոնում, ռեստորաններում եւ այլն, ոնց լավ ինչքան ստոր պետքա լինեն, որ նման բան անեն։ Իսկ դուք մեկնաբանություններում գրեք ձեզ հետաքրքիր է Ջասթին Բալդոնի եւ Black Lives-ի պատմությունը, հակամարտությունը ավելի մանրամասն, թե որտեղից է սկսվել, զարգացել եւ հասել մինչեւ դատարան։ Մեզ մոտ 1 ամսից սպասում է նաեւ PDD-ի դատը ու Met Gala-ն։ Խառն ամեն ինչ, խառ ասում եմ, չէ։ Ասապ Ռոքին, ով հայտնի է որպես Ռիհանայի զուգընկեր եւ նրա 2 երեխաների հայր, դատարանում անմեղ է ճանաչվել։ Դատական գործը կապված էր 21 թվականի նոյեմբերի 6-ին Լոս Անջելեսի Հոլիվուդ թաղամասում ունեցած միջադեպի հետ։ Ըստ մեղադրանքի Ռոքին վիճաբանության ժամանակ կրակել է նախկին ընկերոջ Թերել Էֆրոնի վրա, որի արդյունքում Էֆրոնը թեթև վնասվածք է ստացել ձեռքին։ 22 թվականի ապրիլի 20-ին Ռոքին ձերբակալվել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում այդ միջադեպի հետ կապված։ Նրան ներկայացրել են 2 մեղադրանք՝ կիսաավտոմատ հրազեն միջոցով հարձակման համար։ Նրան ներկայացվել են 2 մեղադրանք։ Ռոքին հայտարարել է, որ անմեղ է։ Դատավարությունը սկսվել է 25 թվականի հունվարի 21-ին եւ տևել մոտ 3 շաբաթ։ Դատավարության ընթացքում Էֆրոնի վկայություն է տվել, պնդելով, որ Ռոքին կրակել է իր վրա, իսկ պաշտպանությունը նշել է, որ Ռոքի կողմից օգտագործված զենքը եղել է միայն կինեմատոգրաֆիական ատրիբուտ եւ չի եղել իրական։ Այսինքն հեչեր գանգստեր չեն, ինչպես իրենք են իրենց ներկայացնում երգերի մեջ, էլ ուղղակի օգտագործում են խաղալիք զենքեր։ Չնայած մի կողմից էլ դա լավ է, ես չեմ խրախուսում, որպեսզի մարդիկ օգտագործեն իսկական զենք։ 25 թվականի փետրվարի 18-ին Լոս Անջելեսի դատարանում Ռոքին ճանաչվել է անմեղ 2 մեղադրանքների համար։ Վճռի հրապարակումից հետո Ռոքին գրկել է իր զուգընկերուհուն Ռիհաննային, ով աջակցել է նրան դատավարության ընթացքում եւ բոլոր դատական նիստերի ժամանակ ներկայացել է դատարան իր երեխաների հետ։ Շատերը կարծում են, որ Ռիհաննան երեխաներին տարել է մինչեւ դատարան, որպեսզի դատավորը մի փոքր ավելի մեղմ գտնվի մեղադրյալի նկատմամբ։ Այսպիսով դատավարությունը ավարտվել է Ռոքի արդարացմամբ եւ նա խուսափել է մինչեւ 24 տարվա ազատազրկման հնարավոր պատժից։ Ասում են, որ ժյուրի անդամներից մեկը, ովքեր որ կայացնում են վճիռ, այսինքն ժյուրի անդամների կարծիքի հիման վրա դատավորը տալիս է վճիռ։ Ժյուրի անդամներից մի քանիսը ճանաչել են Ռիհաննային եւ հնարավոր է, որ Ռիհաննայի հանդեպ սերը նրան ստիպել է փոխել կարծիքը ասապ Ռոքի դատավարության վճռի վերաբերյալ։ Ռիհաննան երեխաների հետ անձամբ է գնացել դատարան եւ փորձել է ազդել մարդկանց էմոցիաների վրա։ Շատերը նաև մեղադրում են այս փաստը, բայց դե արդեն ամեն ինչ եղել է, մարդը տունն է իր 2 երեխեքի հետ ու դատավարության ավարտից հետո Ray-Ban հանրաճանաչ ակնոցների բրենդը ասապ Ռոքի նշանակում է իրենց կրեատիվ տնօրեն։ Երևի ուզեցել են շուտ նշանակեն, սպասել են դատավարության ավարտին, հասկանան պետքա մտնել սկանդալի մեջ, թե պետք չի, հասկացել են, որ всё, այստեղ են մաքուրա, կարանք իրան նշանակենք մեր կրեատիվ տնօրեն, քանի որ ասապ Ռոքին ինքը շատ համարվում է նորաձևության մարմնացում, այսինքն fashion boy-ը, իրան բոլորը նայում են, իրանով հիանում են եւ նա կարողանում է թրենդներ թելադրել։ Այսպես։ Ժողովուրդ ջան, հաջորդ հոլովակում մենք ավելի մանրամասն կխոսենք Սելենա Գոմեսի, Հեյլի Բիբերի, Ջասթին Բիբերի, ինչպես նաև մի փոքր Բենի Բլանկոյի մասին։ Խեղճ Հեյլի միս այնքան են ծամում, ես այդ աղջկանից կմնա մենակ ոսկորը։ Ես չեմ ուզում այստեղ անդրադառնամ այդ մասին, որտեղ թեման մի փոքր ավելի երկար է ու ավելի ծավալուն, այնպես որ սպասեք հաջորդ հոլովակին, որը նույնպես կլինի նորությունների մասին։ Ես մեծ հույս ունեմ, որ ես կկարողանամ ակտիվորեն զբաղվել YouTube-ով, քանի որ չեմ հասցնում աշխատանքի եւ ընտանիքի պատճառով։ Մի խոսքով հույսեր ունենանք։ Դե ինչ, շնորհակալ եմ հոլովակը մինչև վերջ դիտելու համար։ Մի մոռացեք ձեր կարծիքները թողել մեկնաբանությունների բաժնում, քանի որ դա շատ կարևոր է, դա օգնում է մալեքի զարգացմանը։ Դա օգնում է, որպեսզի մենք միասին քննարկենք հարցեր, քանի որ այսպես միայն ես խոսում եմ, դուք լսում եք, իսկ մեկնաբանությունները տալիս են հնարավորություն միմյանց հետ շփվել։ Լայքերի մասին չենք մոռանում եւ մենք շատ շուտով կհանդիպենք, լավ մնացեք։ Այն որ սկանդալներից հեռու ախպեր, շարու փորձանքից հեռու։